տեսեք, Եվրոմիությունը այս պահին ինքն իր խնդիրներ ունի էներգետիկ ապահովման բավականին մեծ եւ այս պահին ամբողջ աշխարհը եթե վերցնենք Եվրոմիությունում էներգակիրները ամենաթանկն են, որը բերում է խնդիրների հատկապես արտադրության տեսանկյունից, այնտեղ այս պահին արտադրության կազմակերպությունը ավելի հիմնականում պայմանավորված նրանով, որ իրանք այսպես ասած իրանից հեռացնում են ռուսական էժան գազից եւ այդ գազը տարբեր ճանապարհներով փորձում են ներկնել թաքնված ձևով Եվրոմիությունը ունի իր խնդիրները ուրույն այստեղ ոչ թե Եվրոմիության գազով է լուծվելու, այլ մեր հարևան այլ երկրների էներգակիրներով է փորձել լուծել, նույն ինքը Ադրբեջանը, Թուրքիան, չպետք է մոռանալ, որ ասենք եթե խոսում ենք ՆԱՏՕ Եվրոմիության մասին, ամենամոտ պետությունը մեզ սահմանով Թուրքիան է, այսինքն եթե էներգակիրների մասին ենք խոսում, ավելի շատ Ադրբեջան, Թուրքիա այդ ուղղությամբ է գնալու խոսակցությունը ոչ թե դեպի Եվրոմիություն։